Պարոն Խաչատրյան, նախորդ շաբաթ դուք գտնվում եք ձեր ծննդավայրում, падգամավորական այցով շրջում գյուղերում, այդ ընթացքում Երևանում ներքաղաքական տարբեր զարգացումներ տեղի ունեցան, մասնավորապես Նոր-Նորքի թաղապետարանում թաղապետի եւ Արթուր Չախոյան անունով ակտիվիստի միջև տեղի ունեցավ քաշքշոց, ծեծկռտուք, ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Միջադեպի վերաբերյալ իմ տեղեկատվությունը սոցցանցերում ինչ կա ընդհանրապես այդ է։ Եվ իմ կարծիքը հետևյալն է, եւ ես քիչ առաջ այլ լրատվամիջոցին այդ մասին հայտնեցի, կարծիքս այն է, որ եթե ավելի գլոբալ առումով ես ներկայացնեմ իմ կարծիքը, այն է, որ Հայաստանի դեմ մղվում է հիբրիդային պատերազմ։ Եվ որոշ շրջանակների կողմից խնդիր է դրված վարկաբեկել պաշտոնյաներին, ինչքան հնարավոր է հասնել պաշտոնանկությունների, հասարակության առջև նրանց բարեհամբավը հնարավորինս նսեմացնել, փոքրացնել, այս ամենը կապել քաղաքական իշխանության հետ եւ հնարավորինս թիրախավորել պաշտոնյաներին։ Եվ մենք դա տեսանք Վիլեն Գաբրիելյանի դեպքի կապակցությամբ եւ ես սա կապում եմ նաեւ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ տեղի ունեցածի հետ կապված։ Ես չգիտեմ նախքան համայնքապետարանում տեղի ունեցած միջադեպը ինչ դեպքեր են իրար հաջորդել, չեմ կարող ասել եւ թույլ էլ չեմ ասել, որովհետեւ դա դատաքննչական մարմինների խնդիրն է, օբյեկտիվ քննության արդյունքներում կպարզվի ինչի այդ միջադեպը առաջացավ, բայց այն տեսանյութը, որը բլոգերը հրապարակել էր, ես գնահատում եմ, որ բլոգերի կողմից այդ պահին, բլոգերների երևի Մյուսն ավականու անդամ էր։ Մյուսն ավականու անդամ է, այո, խուլիգանական ակտ է իրականացում, խուլիգանության դրսևորում է եւ քրեագիտական մեկնաբանությամբ եթե ասեմ, վիկտիմ վարքագիծ են դրսևորում, այսինքն զոհի վարքագիծ։ Այսինքն զոհը իմանալով, որ որոշակի վարքագիծ դրսևորելուց հետո անձը ինքը կդառնա զոհ, հանցագործության զոհ կամ ինչ որ դեպքի զոհ, ինքը դիտավորությամբ գնում է այդ վարքագծի իրականացմանը։ Եվ ես օրինակ ելի եմ բերել, հիմա էլ կբերեմ, օրինակ մարմնավաճառը կամ ինչ որ կին գիշերվա ժամին գնում է կիսամերկ կանգնում է ինչ որ մի մութ փողոցում եւ երբ որ արդեն նրան մոտենում են որոշակի շրջանակներից ինչ որ առաջարկություններ անում, նա բողոքում է, ասում է, ինձ սեռական հետապնդումների է ենթարկում եւ այլ եւ այլ։ Բայց նախքան այդպիսի վարքագիծ դրսևորել, պարզ է, որ գիշերվա կիսամերկ կանգնելուց հետո հաստատ գտնվելու են մարդիկ, անձինք, որոնք նման առաջարկություն են անելու կամ նույնիսկ փորձելու են ինչ-որ բռնությունների դիմել։ Սա նույն դեպքն է, շատ եմ նմանացնում եւ այդ հիբրիդային պատերազմը, որը որ մղվում է Հայաստանի դեմ տարբեր դրսևորումներով, լրատվական դաշտերով, լրատվական ցանցերով, մի դրսևորումը հենց սա եմ տեսնում, որ պաշտոնյաների հանդեպ որոշակի հետապնդում է իրականացվում, բայց հետապնդումը նպատակը նաև հունից հանել պաշտոնյաների, այնպիսի արտահայտություններ անել կամ այնպիսի իրավիճակներ ստեղծել, որ պաշտոնյան հունից դուրս գա եւ արդեն հարցը հասնի քրեիրավական որակումներին, պաշտոնակություններին, մանդատների դնելու եւ այլն եւ այլն։ Դուք որպես իշխանություն, որը պիտի լինի ձեր անելիքը նմանատիպ դեպքերը բացառելու համար, որովհետև իրենք չեն հանդարտվում սոցցանցերում նույն վերյավորական արտահայտությունները այնտեղ են անում, այսինքն սա շարունակական է, հայտնի չէ հաջորդ թիրախը ով է լինելու։ Սա իր մեջ նաև անվտանգային, պետական անվտանգային խնդիր է պարունակում, եւ անվտանգային մարմինները իհարկե պետք է անպատասխան վերլուծություններ անեն, եւ այդ վերլուծությունների հիման վրա որոշակի որոշումներ պետք է կայացվեն, բայց ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ պաշտոնյան պետք է լինի շատ զուսպ, շատ ուշադիր եւ բոլոր պաշտոնյաներին եմ կոչ անում եւ բոլոր քաղաքական գործիչներին լինել շատ զուսպ, ուշադիր, չտրվել սադրանքներին, հասկանալ, որ սա որոշակի ծրագրերի մի մաս է եւ դա հասկանալով չդրսևորի այնպիսի վարքագիծ, որը հետագայում կդառնա քննարկման կամ քրեարևական գնահատականի առարկա։ Եվ սա պետք է իմանան բոլորը, որ ամեն ինչ պատահական չէ, սա ծրագրավորված, նպատակաուղղված գործողություններ են։
Ինչպես նշեցիք, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է գնում եւ օրերս մամուլում տեղեկություն եղավ, որ Կրեմլում Հայաստանի հետ հարաբերությունները այսուհետ համակարգելու է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն եւ հենց այդ ինֆորմացիոն բլոկում։ Հնարավոր է սա արդեն այդ սկզբնական փուլն է, ինչպես նշեցիք։ Իհարկե շատ բաներ, որոնք որ իմ դատողությունների մեջ են, ես չեմ ներկայացնի, այն ինչը ներկայացնելուց դու կարող խնդիրներ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար կամ ինչ որ տեղ անվտանգային գաղտնիքներ են պարունակում, չեմ ներկայացնի, բայց իհարկե պատահական չէ այդ հրապարակումը եւ դրանից հետո ուժգնացող նաեւ այսպիսի երևույթներ։ Տեսեք, մեկ անգամ հետապնդեցին Վիլեն Գաբրելյանին, ես գիտեմ, որ լրագրողները տեղյակ են եղել, որ Վիլեն Գաբրելյանը գտնվում ոչ ցավ վիճակում, հետապնդել են եւ հասցրել են այն վիճակին, որ նա հունից դուրս եկավ, մարդը մանդատը դրեց գնալ։ Հիմա Տիգրան Տեր-Մարգարյանն է եւ ասեմ ձեզ, որ այդ միջադեպը կարող էր աղետալի վերջաբան ունենալ։ Տեսեք, ես իշխանով տեղյակ եմ, Տիգրան Տեր-Մարգարյանը ունի որդի, ունի ընկերներ եւ այդպիսի արտահայտություններ անողի, ես չեմ ուզում կրկնել այդ արտահայտությունները, շատ հավանական է, որ մեր հայկական այսօրվա միջավայրում կարող է շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ եւ այդ բլոգերին կարող չծեծեին, այլ ուղղակի շատ ավելի ծանր վնաս հասցնեին, ինչը իհարկե ողջունելի չի, բայց տանում էր դրան։ Տիգրան Տեր-Մարգարյանը իհարկե պետք է լիներ ավելի զսպված, իր նյարդերը պետք է տիրապետեր, բայց նրանք էլ այնպիսի գործողություններ են անում, մինչև այն սահմանը, որտեղից որ սկսվեց արդեն սահմանազանցումը։ Ամեն դեպքում քրեայրավական գնահատական կտրվի բոլորի գործողություններին, նրանց նաև խուլիգանական արարքներին, Տիգրան Մարգարյանի կիրառած ծեծի ենթարկելու թեմային, դրան նախորդող իրադարձություններին, ինչ է եղել, ոնց է եղել եւ արդյունքում արդեն իրապահ մարմինների որոշումների համաձայն արդեն պարզ կլինի ով ինչ մեղավորություն ունի։ Եվ քանի որ սա որքան էլ չուզենանք կապել, բայց նախընտրական վատ քարոզարշավի է նմանվում, այդուհանդերձ 2026-ից առաջ ներքաղաքական ինչ զարգացումների ականատես կլինենք։ Ես կարծում եմ, որ այսպիսի դեպքերը կուժ գնանան, պայքարը ավելի կատաղի կդառնա եւ կարծում եմ, որ այս ծրագրերը, որոնք որ հիբրիդային պատերազմը, որը մղվում է Հայաստանի Հանրապետության պետականության դեմ, ավելի ուժգին կդառնա, ավելի սուր դրսևորումներ կլինեն, տա Աստված, որ ես սխալվեմ, բայց քիչ եմ համարում հավանականություն, որ ես կսխալվեմ, այսպիսի բաներ ավելի ուժգին են դառնալու եւ այստեղ բոլոր պաշտոնյաներն են, քաղաքական գործիչներն են, այդ թվում նաեւ ոչ իշխանական քաղաքական գործիչները, բոլոր քաղաքական գործիչները, ովքեր մտահոգ են այս երկրի համար, ովքեր այլ երկրներից չեն կառավարվում, պետք է համատեղ միջոցառումներ իրականացվեն եւ հնարավորինս նաեւ իրենց ուժերը օգտագործելով պաշտպանենք մեր երկիրը նման հիբրիդային ոտնձգություններից։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։